որ ինչպես մնացած բոլոր նախորդ դեպքերում նույն պատճառաբանությամբ Հակոբ Արշակյանը հրաժարվում է միայն ինձ ընդունելության արժանացնելուց։ Իսկ թե որն է պատճառաբանությունը, ազգային ժողովը Հակոբ Արշակյանի եւ Ռուբեն Ռուբինյանի պարագայում նույնիսկ հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ փորձ դիմել եմ, ասել են, որ նրանք հրաժարվում են ընդունել Էդգար Ղազյանին որպես քաղաքական գործիչ։ Այսինքն գրավոր են հաստատել, որ խտրականություն են ցուցաբերում պայմանավորված քաղաքական հայացքներով։ Իդեպ Հակոբ Արշակյանի պարագայում մենք մի հատ ուրիշ առանձնահատկություններ ունենք, որ նախորդ ընդունելություններից մեկի հետ կավարտից եւ որ ես հաղորդում էի տվյալ հանցագործության մասին եւ քրեական վարույթեր նախաձեռնվել, դատանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին, որպեսզի հարուցեն քրեական գործ եւ իրականացնեն նախաքննություն։ Դատախազությունը իհարկե դա բողոքարկել է վերաքննիչ դատարան, բայց պարտավորության որոշումը կա, այսինքն ամենայն հավանականությամբ մենք այսօրով կդադարեցնենք այս ընդունելությունները, որովհետև ինձ համար այլևս պարզ է այս մոտեցումները եւ ես այսօր բոլորի հետ, այո, դեկտեմբեր սա արդեն նոյեմբեր ամիսը ավարտվեց ընդունելությունների, ես միայն երկու փոխն խոսնակների հետ էի նախատեսել նոյեմբերին ընդունելություն, դեկտեմբերին չեմ էլ երթագրվի, քանի որ արդեն կան իրավական պրոցեսները, բոլոր գործերով ես դիմել եմ դատարաններ, ես հուսով եմ, որ մենք առերեսման շրջանակներում, որովհետև քննիչ երբ որ վարույթը նախաձեռնի, վարույթային գործողությունները ենթադրում են նաև առերեսում ենթադրել հանցագործների, այդ թվում եւ պարոն Հակոբ Արշակյանի հետ, եւ կարծում եմ, որ մեր հանդիպումը կկայանա վարույթի շրջանակներում եւ շուտով նրանք բնականաբար պատասխանատվության են ենթարկվել։ Ասեմ ձեզ, որ իմ մոտ արդեն ձևավորվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության Չէ, այսօր ասենք ինձ աջակցություն ցույց։ Հիմա եթե ինձ չեն ընդունում, նշանակում է թույլ չեն տալու նաև այս դռնից անցնելու, չէ։ Պատգամավորին թույլատրելու են, չէ։ Հիմա եթե Հակոբ Արշակյանն այնտեղ նստած ընդունելություն անցկացնում, այն պատգամավորը, որ գար ինձ աջակցելու, հանգիստ կարար գնար Հակոբ Արշակյանի մոտ ու փորձեր պարզել, ասել, չհասկացի, չես ընդունելության արժանը։ 5 ամիս է ես գնում գալիս եմ, մի ընդդիմադիր պատգամավոր ու իրանք գիտեն, որ ես դա անում եմ իմպիչմենտի թեմայով, մի նախաձեռնության, որի պաշտոնապես հեղինակը իրենք են։ Մեկը չի գալի այս գործընթացին, գոնե տեխնիկական, կազմակերպական աջակցություն ցուցաբեր։ Բայց լավ, եթե իրենք իմպիչմենտը չեն իրականացնելու, բայց մնացած բոլոր խնդիրները ո՞նց են ուզում լուծեն։ Ես անկեղծ ասած զարմացած եմ։ Վարքագիծը ինչով եք պայմանավորվում։ Ես չեմ գոյ, սա քաղաքական սխալ որոշումների հետևանք է։ Ասենք գլխավոր դատախազը իր ոտով քննչական կոմիտեի ղեկավարի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հետ եկել է ազգային ժողով, իրանք այդ լսումները պատրաստի եկել իրանց ոտով աշկի առաջ։ Իրանք այդ քննարկումներին չեն մասնակցում ազգային ժողովի։ Երկու օր հետո կարում դատախազության պատի տակ։ Ամբողջ խմբակցությունով։ Ես չեմ հասկանում իրանց սարազն չէ։ Ես կարծում եմ, որ իրանք ի վերջո ես էլի պետք է աշխատանք տարվի այդ պատգամավորների հետ, դա իրանց պատասխանատվության հարցն է, եւ իրանք պիտի այդ նախաձեռնություն առաջ մղեն եւ ես որպես այդ գաղափարի ջատագով չեմ կարող ասել հեղինակ, որովհետեւ հեղինակը Հայաստանի Սահմանադրությունն է, որպես այդ գաղափարի ջատագով, որպես այդ խնդրի արդարացի լուծման գաղափարի ջատագով հնարավոր իմ համեստ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ ցուցաբերել ցանկացած աջակցություն այդ գործընթացին։ Դուք նախորդ անգամ այստեղից նաև կապ հաստատեցիք ազգային ժողովի նախագահի աշխատակազմ հանդիպում պահանջելու եւ որպեսզի քննարկվի այս ամենը տեղի ունեցավ այդ հանդիպումը։ Ոչ, ինձ ազգային ժողովի նախագահի գրասենյակից որևէ մեկը չի զանգարել, կապ չեն հաստատել, ընդունելություն հանդիպում չեն նախաձեռնել, նույնը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից որևէ արձագանք չկա, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ես նաև գրավոր եմ հետագայում դիմում ներկայացրել, որ այս ինչ օր է, ես ձեզ հազանգել եմ, խնդրում եմ նախորդ դիմումի հետ կապված վերջնական, որտեղ ինքը վերջնական դիրքորոշում չի հայտնի, մի երկու հարցում արել ու կանգնել է, վերջնական, այսինքն հայտարարություն, որ դատապարտի կամ համարի, որ սա շատ ընդունելի է, դες էլ ասենք այդ տարիքին չեմ, որ այդամ հետը նկարվեմ մարդու իրավունքների պաշտպանի, էլի, պիտի ֆորմալ ինքը որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ։ Հիմա հրաժարվում է, նախորդ դեպքում էլ որ դիմել էի հազանգել էի, որևէ արձագանք չկա, այսօր էլ կդիմեմ անպայման եւ մարդու իրավունքների պաշտպանին թեժ գծին եւ նաեւ գրավոր կդիմեմ, նույնը եւ ազգային ժողովի նախագահի ընդունարան միգուցե այստեղից կամ տնից անպայման
չգիտեմ ինչի են վախ։ Ես 1000 տեղ եթում են ուրիշտեղ հարցազրույցներ են տալի, բան մենք պատրաստ ենք բանավեճի, թո գան մեր հետ բանավեճի, թո Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, լրագրողներին, խմբագիրներին դիմում, եկեք մեր հետ, եկել եմ։ Հələ մտի չի տեսնեմ, ասենք ասում ես լրատվամիջոցներն է, թո լուսաբանեն ժամերով, հիմա եկել եմ, ազգային ժողովի նախագահ ես, քո հիմնարկն է, քո այնպես չի որ ասենք մի հատ ունեց ուրիշ տեղավոր վախենա, մութ լինի, մթից վախենա, ցուրտ լինի, ցրտից վախենա, չգիտեմ, ասենք պլետ լինի, ոչ մի բան չկա։ Ասենք քո ղեկավարած հիմնարկի տարածքում, հլարի տենանք, ինչի ես վախենում հարցերին պատասխան, ով քեզ ինչ պիտի անի, ընդամենը պիտի հարցադրումներ արվի, չէ՞։ Հիմա ասեք թե նույն Հակոբ Արշակյանի նախապես էլ էի գրել։ Ասում եմ ընդգրկված ես դու որպես ազգային ժողովի падգամավոր Հայաստանի եւ Արցախի ազգային ժողովների համագործակցության հանձնաժողովի կազմում։ Դու ամեն օր որ աշխատավարձ ես ստանում, այդ աշխատավարձից նույնիսկ ՔՊ-ի փող չես տալի, որ թողնեն համագումարի մասնակցես։ Այդ փողը որ ստանում ես, նաեւ ստանում ես որպես այդ հանձնաժողովի անդամ։ Հələ մի արի տեսնենք։ Այդ հանձնաժողովը 21 թվից ստեղծվել է։ Ինչ նիստ է կարել, ինչ հարցեր է քննարկել, հաջորդ, բայց պատասխանատվության հարցն է, չէ՞ իրանց։ Ասեք խուսափում է, չեմ գալի, չեմ ասում, հետո ուր պիտի փախնի։ Պարոն Ղազարյան, տեղեկացանք արդեն, որ Հայաստան Հանրապետության քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ արդեն գտնվում են Բաքվում, սակայն Բաքուն մերժել է նրանց թույլ տալ, որպեսզի տեսակցեն գերիների հետ։ Եթե այդ տեսակցությունը չպետք է տեղի ունենա, նրանք չտեսնեն իրենց հայրենակիցների վիճակը Բաքվի բանտում գտնվող, ապա այցի իմաստը որն է, ինչ հարց պետք է քննարկել։ Ես ճիշտ ասած հուսով եմ, որ նրանք չեն վերադառնա։ Այսինքն այտենց հարազատը դա ինձ թվում է Արիտուն ծրագրի, ես քանի որ մանրամասները չգիտեմ այդ այցելությունից, տպավորություն է, որ դա Արիտուն ծրագրի շրջանակներում կազմակերպված այց է եւ լավ կլինի, որ մնան։ Իհարկե նրանց ոչ մեկը նախապես չերել ասել, որ նրանք որպես գերիներ պիտի, ես չեմ կարծում, որ գերիները նրանց հայրենակիցներն են, նրանք իրենց հայրենակիցների հետ լավ էլ հանդիպում են, որովհետեւ եթե նրանք գերիներ լինեն իրենց հայրենակիցները, նախապայման կարող էին տնել այնտեղ գնալու համար եւ առասարակ էլ մատ պիտի սա իմիջիայլոց ասեմ պատասխան այց է, չէ՞։ Այո։ Այդ այցի նախաձեռնող առաջի կազմակերպիչը եղել է մի հատ ինչ-որ հասարակական կազմակերպություն կա 3 հոգուց կազմված, որից մեկը Արեգ Քոչինյանն են, երկուսը իր աշխատողները, իրանք են պետությունից փող ստանում եւ ոնց որ հասկանում եք անվտանգության խորհրդի գրասենյակն է դա կազմակերպում այդ հանդիպումները ու նախաձեռնությունը հայկական կողմին է քաղ հասարակության ներկայացուցիչ կենթանատեսակ Ադրբեջանում գոյություն չունի ասենք կան Ադրբեջանում հազվագյուտ կենթաներ ասենք օրինակ գորշ գայլ կամ մուֆլոն բան այնտեղ էլ կա քիչ քանակության բայց քաղ հասարակության ներկայացուցիչ կենթանատեսակ Ադրբեջանում չկա եւ օբյեկտիվորեն չի կարա լինի Իրանք ընտրել են ադրբեջանական իշխանության հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնց բերել են Հայաստան, հիմա էլ դրանց հրավերով սա ամբողջությամբ տեղավորվում է պետական դավաճանության ենթադրյալ հանցակազմի հատկանիշների մեջ, որովհետև Ադրբեջանը որպես պետություն մեր ազգային անվտանգության ռազմավարությամբ հանդիսանում է Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող պետություն։ Մի շարք կետերով մեր անվտանգության ռազմավարությամբ Ադրբեջանը շարունակում է մնալ որպես անվտանգային սպառնալիք ներկայացնող պետություն։ Եվ այդ պետության այցելությունը նրանց ներկայացուցիչների անհասկանալի ներկայացուցիչների ենթադրում եմ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների այդ շփումները դրանք ամբողջությամբ տեղավորվում են պետական դավաճանության այսինքն եթե Հայաստանը նորմալ պետությունն է այդ մարդիկ էլ եթե որոշեին ոչ թե մնան իրենց հայրենիք այլ վերադառնային Հայաստան ապա նրանք անմիջապես պետք է սահմանի վրա ձերբակալվեն ազգային անվտանգության ծառայության կողմից եւ նրանց հետ տարվեն վարորդային գործողություններ։ Պարոն Ղազարյան, ես ներկայացած Նիկոլ Փաշինյանին անստացում այդտեղ գործընթացի վերաբերյալ, եթե քաղաքական հուսակցությունները քաղաքական ուժերը ոչինչ չեն անում, ապա այս գործընթացով ժողովուրդը ինչ կարող է։ Ոչ մի բան չի կարող անի, այդ ժողովուրդը ընդհանրապես այս գործընթացում հասարակության մասնակցություն չի նախատեսում։ Այդ գործընթացը պետք է սկսի եւ իրականացվի ազգային ժողովում։ Ժողովրդի հասարակության աջակցությանը կարող են ապավինել նրանք, ովքեր այդ գործը նախաձեռնում են, եթե դրա կարիքը զգան։ Կարա լինի, եթե դրա անհրաժեշտություն լինի, այսինքն որոշման կայացման համար դա պարտադիր չի, որ փողոց դա հավելյալ աջակցություն է մարդկանց, որը կարող է նպաստի որոշման
ավելի շուտ կայացմանը, արդյունավետությանը, բայց դա պարտադիր չի։ Նախ պետք է падգամավորներն անեն, իսկ ոնց որ տեսնենք, падգամավորները անգամ եթե ֆորմալ իմաստով միացել են կամ նախաձեռնել են այդ գործընթացը, այնպես առանձնակի սրտացավություն չեն ցուցաբերում այն իրագործելու համար, առանձնակի սրտացավությունը ոնց որ ընտրություններին պատրաստվելու իմաստով, իսկ թե ոնց կլինեն ընտրությունները, ես կարծում եմ արդեն բոլոր խելամիտ մարդիկ արդեն կռահում են եւ հասկանում են։ Ես եմ շնորհակալ։